Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Այստեղ կգտնեք միայն փաստահեն և օբյեկտիվ տեղեկատվություն։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Վաշինգտոնն ու Թեհրանը Իսլամաբադում համաձայնության չհասան։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նավատորմը կշրջափակի Հորմուզի նեղուցը, իսկ Իրանի նախագահ Փեզեշքյանը վստահեցրել է, որ Թեհրանը կարող է Վաշինգտոնի հետ արդարացի համաձայնություն կնքել, եթե Միացյալ Նահանգները հետևի միջազգային նորմերին և հաշվի առնի Իրանի կարմիր գծերը։ ՎՏ Հայաստան Նյուզի հետ զրույցում իրանագետ Ժաննա Վարդանյանն ասաց, որ դեռ պարզ չէ, թե Միացյալ Նահանգների գործողությունները կոնկրետ ինչ բնույթ կունենան և որքան կտևեն։ Իրանի նավերի երթևեկության համար խոչընդոտների ստեղծման դեպքում Իրանը կարող է թիրախավորել ԱՄՆ ռազմանավերը ու պատասխանել նաև նույն տրամաբանությամբ, տվյալ դեպքում խնդիրներ ստեղծելով տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների համար, ինչը հիմա ըստ էության Իրանը անում է նաև։ Ու այստեղ մեկ էլ կարևոր հանգամանք է Բաբ el-Մանդեբի նեղուցը։ Իրանից արդեն իսկ կան ակնարկներ, որ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման դեպքում հութիներն էլ կարող են փակել Բաբ el-Մանդեբի նեղուցը։ Սա Իրանի պահուստային լծակներից է, որը Թեհրանը պատրաստվում է օգտագործել հնարավոր էսկալացիայի դեպքում։ Իսկ ինչ վերաբերում է բանակցություններին, ապա կողմերը շարունակում են լիովին հակադիր դիրքերից հանդես գալ, ինչը նվազեցնում է փոխզիջման ու հնարավոր համաձայնության հավանականությունը։ Հայաստանում տարածում են ստանում այսպես կոչված սոցիալական ինժեներիայի խարդախությունները։ Այս մասին ոստիկանությունն է հաղորդում։ Եթե ավանդական հաքերության մեջ հանցագործները փնտրում են ծրագրային թերություններ, ապա սոցիալական ինժեներները փնտրում են այսպես ասած ճեղքեր մարդու բնավորության մեջ՝ վախ, հետաքրքրասիրություն կամ շտապողականություն։ Սա խաբեության արվեստ է, որի նպատակն է ստիպել ձեզ ինքնակամ տալ ձեր գաղտնաբառերը կամ փոխանցել գումար և ոչ միայն։ Խաբեության ամենատարածված ձևերից են կեղծ զանգերը, երբ ներկայանում են բանկի անվտանգությունից և պահանջում հաղորդել SMS կոդը, կեղծ շահումների խոստումները գումար փոխանցելու պահանջով։ Ոստիկանությունը հորդորում է պահպանել պարզ կանոններ, նախ՝ հապճեպ որոշումներ չկայացնել, միշտ ստուգել տեղեկատվության աղբյուրը և ոչ մի դեպքում չհաղորդել բանկային գաղտնի տվյալները։ Իրավապահները հիշեցնում են, բանկերը երբեք չեն զանգում և չեն պահանջում SMS կոդեր։ Խարդախության կասկածի դեպքում հարկավոր է անմիջապես դադարեցնել կապը և զանգահարել բանկի պաշտոնական համարով։ Մի քանի վիրտուալ խայծ և ձեր հաշիվը կարող է զրոյանալ։ Ինչպես զգուշանալ առցանց խարդախություններից և ինչ անել, եթե արդեն դարձել եք զոհ։ Թեմայի վերաբերյալ կզրուցենք տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանի հետ։ Կանդրադառնանք նաև նախընտրական շրջանում արհեստական բանականության կիրառությանը տարբեր ուժերի կողմից։ Իրականում մենք գործ ունենք մի քանի տիպի սխեմաների հետ։ Մի մասը, այսպես ասած, call center-ներն են, զանգերի կենտրոնները։ Գիտեք երևի, որ Հայաստանում էլ պարբերաբար ոստիկանությունը հայտնաբերում ձերբակալում այսպես կոչված զանգերի կենտրոնների աշխատակիցներ, ովքեր աշխատում են այլ պետություններում, այսինքն իրենք չեն թիրախավորում Հայաստանի քաղաքացիներին, բայց դա բավական այսպիսի խորամանկ սխեմա է, որովհետև այդ այլ երկրների զանգերի կենտրոններն էլ հենց Հայաստանն են թիրախավորում։ Եվ այդ զանգերի կենտրոնները մի քանի ուղղություններով են աշխատում, մի մասը կոչվում է խոզուկին մորթելու, խոզուկ չաղացնելու մորթելու սխեմա, pig butchering անգլերեն ասած, շատ ծիծաղելի է հնչում, բայց շատ տխուր բան է, այսինքն թեման այն է, որ այսպես ասած մարդու ներգրավում են, ասում են արի ներդրում արա, հետո այսպես ասած չաղացնում են, ասում են այ տես քո մոտ փողերը աճեցին, ավելի շատ փող ունեցար, բան, հետո ասում են դե ավելի շատ ներդրում արա, կրկնակի ավելացրու, եռակի ավելացրու, որ ավելի լավ աճի, հետո երբ որ մարդը իր ամբողջ գումարը դրել է, մենք դեպքեր ենք ունեցել, որ թոշակառուն իր խնայողությունները կամ մարդը իր վարկով փող է վերցրել տարել դրել այդ սխեմայի մեջ, հետո անհետանում են։ Եվ հետո զանգերի կենտրոնի աշխատակիցները սկսում են իրենց հետ խոսել, որ այ հիմա էլ իրավաբան կարող ենք ձեզ տալ, բայց պետք է վճարեք, որ իրավաբանը արձագանքի։ Այսպեսի ցիկլով շարունակում է մարդուն ինչքան կարող են քամում են։ Մյուս սխեման ռոմանտիկ սկամներն են, այսինքն մարդու հետ կապվում են, ասում են, որ այ ես քեզ Facebook-ով եմ տեսել, ծանոթանալ եմ ուզում, հետո ասում ուզում եմ կամ Հայաստան քեզ հետ ամուսնանամ, քեզ տանեմ, հետո զանգում են, ասում են, գիտես, ինչ կա օդանավակայանում ինչ-որ բան եղավ, ինձ թալանել են, խնդրում 600 եվրո ուղարկի, որ արագ տոմս փոխեմ կգամ, տեղում կկարգավորվենք, կշարունակենք, այսպիսի սխեմաներ կան, եւ մենք Հայաստանում շատ տարօրինակ մի դեպք էր եղել, կարծեմ
կամ շուտ հայտնի թե Brad Pitt-ին թեում իբր Միկին մի քանի $1000 էր փոխանցել, որտեվ իբր Brad Pitt-ը իրեն խոստացել էր, որ կգա հետը կամուսնանա, Անջելիկա Ջոլիից բաժանվելուց հետո ստրեսի մեջ է։ Իհարկե, նայեք ծիծաղելի է հնչում, բայց օգտվում են այս մարդիկ օգտագործում են շատ խորամանկ սխեմաներ, նույնիսկ 3 տարի առաջ օրինակ այդ Hive ransomware բանդան էր, իրենց փաստաթղթավորումներ հրապարակվել առցանց, եւ հետո մենք տեսանք, որ իրենք աշխատակիցներին լուրջ վերապատրաստում են, ամբողջ բիզնեսի պես է դա գործում, մարքեթինգի բաժին կա, շորտման բաժին կա, հոգեբանական նույնիսկ պատրաստվածություն է, սխեմաներ կան ու սցենարներ, թե ինչպես է պետք մարդկանց հետ խոսել, որպեսզի մարդու անօգնականությունից օգտվեն եւ անեն։ Եվ օրինակ տարածորեն 3 եւ այսօր մենք մի քանի այլ սխեմաներ ենք, հարցակումներ ենք ականատես լինում, օրինակ մարդուն SMS է գալիս, որ ձեր հետի էլեկտրական ցանցի, վճարային հաշվեկշիռը նորմալ չի ցուցադրվում, այս հղումով մտեք գրանցվեք, որպեսզի վերականգնեք եւ գրանցվող դեպքում քարտային տվյալ է պահանջում իբրու, հետո գումարները քաշում են կամ տարածված հայ post-ի սկամը, որ էլի ամեն իտերացիա գալիս է, երբ որ ասում են, որ դուք ծանոթ եք սպասում, ձեր ծանոթը հեծում եկել, հայ post-ում եկել սպասում է, հնարավորինս շուտ տարեք, որովհետև ամեն օր, որ ինքը այնտեղ կմնա գումարը գոյանալու կանձվելու ձեր համար, ծանոթը պահելու համար արագ մտեք, այստեղ վերիֆիկացրեք, որ դուք եք, քարտային տվյալը մուտք արեք, որպեսզի վճարում անեք ու գաք վերցնեք, հա, այսպես։ Պարոն Պապյան, այսինքն քաղաքացիները ինչպես զգուշանան, ինչին ուշադրություն դարձնեն, որ առցանց խարդախությունների զոհ չդառնան։ Իրականում ես միշտ ասում եմ, որ հայաստանցիների տունը քանդում է իրենց օպտիմիզմը, այսինքն մարդը ոչինչ չի պատվիրել, բայց չգիտեմ ինչի, այտենց օպտիմիստ է, հույս ունի, որ իրեն պիտի ինչ-որ ծանրոց գա հայ post-ից, ինքը չի պատվիրել ոչ մի բան, ասենք եթե պատվիրել է, օրինակ չեմ, թեմույով ենթադրենք Onyx-ով պիտի գա, բայց ինքը հույս ունի, որ այդ Onyx-ում կարող է եւ շատ լավ ծանրոց իրեն է սպասում, կամ որ Brad Pitt-ը կարող է իրեն սիրահարված լինի, չգիտեմ, ինձ թվում է, որ մի քիչ մենք ավելի սկեպտիկորեն ամեն ինչին մոտենանք եւ չշտապենք, դա կօգնի, եւ երկրորդը դա իրական բազային մեդիա գրագիտության օրենքն է, թե ինֆորմացիա ինչ որ մի աղբյուրից ստանում ես, օրինակ SMS-ով ես ստանում ինչ որ ինֆորմացիա, անպայման պետք է գտնել այլ ընտրանքային միջոց դրանով ստուգել, օրինակ գնալ, չգիտեմ, հետի կայքում նայել այդպիսի հայտարարություն կա, դե չկա, կամ եթե բանկի ծանուցում է ստացել, որ սա քո կոդն է լոգինի, չվստահել այդ SMS-ին եւ նույնիսկ չզանգել, այդ գնալ բանկ, ասել ես ինչ կոդ եք ինձ ուղարկել։ Իսկ եթե արդեն քաղաքացին դարձել է խաբեության զոհ, ինչ անել այդ դեպքում։ Այդ դեպքերի համար տեսեք, սովորաբար, եթե կա կոնկրետ նյութական վնաս, պետք է ցանկալի դիմել մոտակա ոստիկանություն բաժանմունք, ընդ որում տեսեք, սովորաբար այդ հանցագործությունները կիբերտիրույթ արվել են առցանց միջոցներով, բայց իրենք ֆինանսական խարդախություններ են որակվում։ Այդքան էլ կիբեր ոլորտի չեն, միայն այն փաստը, որ ինտերնետով են արվել, դեռ դրանք չի դարձնում կիբեր հարձակում, այսպես ասեմ, չնայած մյուս կողմից իհարկե հատուկ գիտելիքներ պետք են, որպեսզի գոնե հանցագործների հետքերով գնալ եւ այլն։ Ինչ պիտի մարդը անի, պիտի ապացույցները պահի, այսինքն անի սկրինշոթեր, հղումներ, զանգեր, SMS-ների պահի չջնջի, հա, դրանք պահպանի եւ դրանցով հանդերձ ներկան ոստիկանություն։ Ինչ որ դեպքերում, եթե նյութական վնաս դեռևս չկա կամ կասկածներ ունեք, առհասարակ արժի էլի մի քիչ ուսումնասիրել, հետազոտել, եթե գործ ունենք այնպիսի դեպքերի հետ, որոնք ոչ թե այսպիսի ակնհայտ խաբեություն են, այլ ուղղակի հասել են զրպարտության, վիրավորանքի շեմա, ամեն դեպքում կարելի է նաեւ օրինակ այցելել ներկայք կիբերհաբեմ, այնտեղ բլոգային սեկցիայում բավական շատ հոդվածներ կան, կարող են ուսանելի լինել, կամ եթե մտնեք chat.get kiberhub.am հասցեն, այնտեղ նույնիսկ կա, այսպես ասած, ուղեցույցներ, ինչ անել, եթե ենթադրենք դուք սխալվել եք խաբեության հետևանքով ձեր Telegram-ի ալիքը տարել են, այնտեղ կարելի է մտնել, ընտրել, որ իմ Telegram-ը տարել են ու այդ եղած քայլերին հետևել, կամ իմ Instagram-ը տարել են, մտնել այդ քայլերով գնալ ինչ անել, որ վերականգնեն։ Այսինքն այս բազային, եթե նյութական վնաս չկա, փորձեք այդ քայլերին հետևելով կողմը օգտահաշիվները հետ բերելու քայլ անել, եթե նյութական վնաս կա,
գումարներ են կողացվել, տարվել, հափշտակվել, ապա այն պայման արժի դիմել ոստիկանություն։ Մարդիկ միշտ հարցում են դրանից օգուտ կլինի թե չէ, դրան այսպես պատասխանում եմ։ Հավանաբար անմիջական օգուտ արագ օգուտ չի լինի, բայց եթե զանգերի կենտրոնը այդպիսի բացահայտվի այլ երկրում եւ բարձի որ զոհերի մեջ հայեր կան, կա հավանականություն, որ ինչ որ վնասի հատուցում կարող է տեղի ունենալ եւ մյուս կողմից էլ եթե օրինակ մենք սկամերի դեպքեր ունենք, երբ որ մարդու հեռախոսը կոտրում են, նրա միջոցով մտնում են բանկային հավելված վարկ են ձևակերպում, կա ինչ որ հնարավորություն կողնե որ կունենաք տեղեկանք ոստիկանությունից, որ գործ կա հարուցված եւ դրա հիմքով կփորձեք կասեցնել այդ վարկի մարումները կամ ինչ որ կողնե տարկետում կստանաք, որտեղ լինում է շատ մեծ գումարով վարկեր են ձևակերպում, բացվում ու մարդը ի վիճակի չի այդ բանը դա մարել։ Այս օրերին ակտուալ մեկ այլ թեմայի անդրադառնանք նախընտրական շրջանում արհեստական բանականության կիրառման ինչպիսի դեպքեր եք արձանագրել եւ ինչպիսին է իրավիճակը այս առումով։ Իրականում անցած տարվանից սկսած ինչ որ դեպքեր տեսնում ենք, երբ որ փորձեր էին արվում դերևս բավական բարձունակ, օրինակ ստեղծում էին ինչ որ աղջկա կերպար, ով ներկանում էր որպես բուժքույր, ասում էր, որ իրեն տարել են ԱԱԾ, ծեծել են, կտանքներին ենթարկել, կամ կար հոգևորականի կերպար, ով պատմում էր էլի արհեստական բանականությամբ սարքված, ասում էր, որ այ իշխանությունները ճնշում են, էլի խոշտանգումներ են անում, այսպիսի մի ցիկլ կար, որտեղ իմաստը այն էր, որ ներկայացնեն, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա, որ իրական ճնշումներ են եւ այլն, բայց նաեւ կան օրինակ ալիքներ ամբողջական, որոնք իշխանական քարոզչություն են տալիս, տարբեր ընդդիմադիր գործիչներին AI-ով սարքված ներկայացնում են շատ ծիծաղելի, վատ դերքով, երբեմն ճշմարտանման, ինչ որ իրենց վերագրվում են ինչ որ բաներ, օրինակ որ այ Պուտինը խոստանում է ինչ որ մի բան, հետո իրենք խոստումներ են տալիս, ներկայացնում իրենց որպես օտարերկրագործակալներ, որոնք երկրի անկախության դեմ են աշխատում։ Երկու ճամբարներում էլ կան, բայց ուշագրավ է, որ եթե այս ընդդիմության դեմ եղած ալիքները երևում է, որ ամեն ինչից դատելով հստակ իշխանության կողմից են եւ ներքին ինֆորմացիոն մանիպուլյացիայի բնույթ են կրում, այսպես կոչված դիմի։ Այ նրանք, որոնց մասին խոսեցի, հաճախ ավելի լավ որակով են սարքված, օրինակ այդ հոգեվորականը, աղջիկը կամ այդ մարդիկ, ովքեր վիդեոների շարքեր են անում, ավելի որակով են սարքած լինում, հաճախ ռուսալեզու են լինում կամ անգլերեն, եւ դրանք ավելի շատ ուղղված են արտաքին լսարանից կարծես սարքված լինեն եւ ուղղված լինեն Հայաստանի իմիջը առհասարակ վատաբանելու։ Եվրոպական միությունը եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկը աջակցում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին։ Հատուկ վարկային գործիքների միջոցով աջակցություն է տրամադրվում նրանց կողմից հիմնված փոքր եւ միջին ձեռնարկություններին, բիզնեսում առկա խոչընդոտները հաղթահարելու նպատակով։ Ծրագիրը միտված է խթանելու այդ ընկերությունների աճը, ինչպես նաեւ բարձրացնելու նրանց մրցունակությունը շուկայում։ Ծրագրի երկու հիմնական նպատակներն են աջակցել այն փոքր եւ միջին ձեռնարկություններին, որոնք ցանկանում են վերահաստատվել Հայաստանում, ինչպես նաեւ խրախուսել տեղական բիզնեսներին, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են բռնի տեղահանվածների ներգրավմանը աշխատաշուկայում։ Աջակցությունը տրամադրվում է ինչպես ֆինանսավորման, այնպես էլ բիզնես խորհրդատվության տեսքով։ Ծրագրի շրջանակում փոքր եւ միջին ձեռնարկությունները կարող են ստանալ մինչեւ 35%-ի չափով խրախուսական դրամաշնորհներ վարկերի շրջանակում, ինչը հնարավորություն է տալիս նվազեցնել ներդրումային ծախսերը եւ խթանել զբաղվածությունը։ Բացի այդ, ծրագրով նախատեսված է նաեւ բիզնես խորհրդատվական ծառայությունների միջոցով կարողությունների զարգացման հնարավորություններ, որի նպատակն է բարձրացնել ընկերությունների արդյունավետությունն ու մրցունակությունը։ Արդեն 3 ամիս է Հայաստանում ներդրված է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Համակարգի գործարկման ընթացքում ի հայտ եկած բացերը լրացնելու, խնդիրները շտկելու անհրաժեշտությամբ կառավարությունն առաջարկում է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքում փոփոխություններ կատարել։ Հաջորդ տարվանից շահառուների թիվը կավելանա, իսկ ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ մինչև 2028 թվականը համակարգում կներառվեն բնակչության բոլոր խմբերը։ Իմ գործընկեր Աննա Դավթյանն է անդրադարձել թեմային։ Թոշակառու մայրիկի առողջական խնդիրներով Գայանե Պողոսյանը նախընտրում է անձամբ զբաղվել։ Կազմակերպչական բոլոր հարցերը հերթագրումից մինչև նշանակված տեղերի ձեռքբերում ինքն է անում։ Առողջության ապահովագրության համակարգից առաջին օգտվողներից մեկը
հենց նրանք դարձան։ Հունվար ամսին մայրս ընկավ, ստացավ կոտրվածքներ։ Սուր ցավերի պատճառով դիմեցինք հիվանդանոց, պարզվեց հետազոտությունները բավականին թանկ են, բայց քանի որ նա 65+ տարիքային շեմի մեջ է մտնում, այդ ամենը անվճար տեղի ունեցավ։ Հետագայում էլ ունենք սպասվում է վիրահատություն, որը հույսով ենք նույնպես անվճար կլինի։ Առաջիկայում առողջության ապահովագրության համակարգում ընդգրկվողների մի քանի խումբ է ավելանալու։ Կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխությամբ 2027 թվականի հունվարի 1-ից կապահովագրվեն տաքսու վարորդները, ինչպես նաև արդեն իսկ ապահովագրվածների հետ փոխկապակցված անձինք։ Մեկ այլ կետ էլ անհատ ձեռնարկատերերի մասին է։ Նրանք ապահովագրական վճար կկատարեն ոչ թե ապրիլին, ինչպես հիմա, այլ մինչև հուլիս։ Այժմ ապահովագրված են 200,000-ից ավելի աշխատավարձ ստացողները, մինչև 18 տարեկանները, 65-ից բարձր անձինք։ Նոր համակարգի խնդիրներից մեկը պոլիկլինիկաներում հերթերն են, հիվանդների թիվն ավելացել է մի քանի անգամ։ Տարիների ընթացքում այս մարդկանց մոտ խնդիրները առողջական այնքան են կուտակվել, որ այո, գուցե այս սկզբնական շրջանում իրենք փորձում են միանգամից լուծել խնդիրները եւ դա է պատճառը եւ թե բժիշկների բուժաշխատողների ծանրաբեռնվածության եւ թե հերթերի Համակարգի ամենաշատ քննարկվող հարցերից մեկը բժիշկների վարձատրությունն է։ Արդյոք պատշաճ է այն ծանրաբեռնվածության աճին զուգահեռ։ Փոխնախարարն ասում է, աշխատավարձերն ավելացել են։ Ընդհանուր բյուջեն առողջապահության հատկացված այս համակարգին ավելացել է եւ բավականաչափ ավելացել է առողջության առաջնային պահպանման օղակի ամբողջ բյուջեն եւ 3 ամիսների ընթացքում ենք բավականաչափ մեծ ծավալի բյուջե ենք փոխհատուցել պոլիկլինիկաներին, ամբուլատորիաներին իրենց կատարված աշխատանքի համար։ Հիմա որ բյուջեն ավելացել է, այդ բյուջեից մեջ աշխատավարձն էլ ավելացել չեն կարա էլի փաստենք որ չի աշխատավարձը նվազել է։ Ընդդիմախոսները հակադարձում են, այլ վիճակագրության են տիրապետում, բժիշկն իր արածին համապատասխան աշխատավարձ չի ստանում։ Եթե մեկ հիվանդին ընդունելության համար նախկին տարիներին բժիշկը ստանում էր 5,000 դրամ, հիմա ինքը ստանում է 1,000 դրամ, բայց փոխարեն ինքը մեկ հիվանդի փոխարեն այսօր ասենք 6 հիվանդ է ընդունում եւ այդ 1000-ով 6 անգամ 1000-ը 6000-ը ինքը ստանում է 6000, բայց իր աշխատավարձը չի բարձրացել։ Հերթական փուլերից հետո արդեն 2028 թվականին առողջության ապահովագրությունը կդառնա համապարփակ, ընդգրկելով բոլոր բնակիչներին, սակայն չընդգրկելով բժշկական բոլոր ծառայությունները։ Աննա Դավթյան, ՎՏՀ Հայաստան News, Երևան։ Հունգարիայի ընդդիմադիր առաջնորդ Պետեր Մադյարը հաղթել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մատնելով երկիրը 16 տարի կառավարող Վիկտոր Օրբանին։ Հունգարիայի կենտրոնական ընտրական մարմնի փոխանցմամբ Օրբանի Ֆիդեսը ստացել է ընտրողների ձայների 37.8%-ը, մինչդեռ Մադյարի Տիսան 53.6%-ը, ինչը բավարար է սահմանադրական մեծամասնության ձևավորման համար։ Վիկտոր Օրբանն ընտրության արդյունքը ցավալի, բայց հստակ է համարել, իսկ Մադյարը նշել է, որ միասին վերջ դրեցին Օրբանի ռեժիմին եւ ազատագրեցին Հունգարիան։ Որոշիչ գործոններից մեկը ընտրողների ռեկորդային մասնակցությունն էր՝ գրեթե 80%։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏՀ Հայաստան News-ի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։ Տաղավարում աշխատում էր Ռազմիկ Մարտիրոսյանը։